ԵԽԽՎ կառուցվածքի և կազմի յուրահատկությունները հաշվի առնելով այնտեղ ավելի հեշտ է տարաբնույթ, այդ թվում իրականությանը հակասող բանաձևերի անցկացումը։ Ռոբերտ Ուոլտերի զեկույցի հիման վրա կազմված բանաձևի մերժվելու փաստը վկայում է, որ հայ և հայամետ պատվիրակները մեծ ջանքեր են գործադրել ճշմարտությունը քվեարկողների բազմազգ կազմին ներկայացնելու ուղղությամբ և ի վերջո հաղթել է ողջախոհությունը։ Այն հանգամանքը, որ այնուամենայնիվ ԵԽԽՎ-ում գտնվեցին այնպիսի մարդիկ, որոնք առողջ բանականության կողմնակիցներ են և ճիշտ ըմբռնեցին պահի լրջությունն ու պատասխանատվությունը և մերժեցին այս բանաձևը, արդեն լավատեսության հույսեր է տալիս։ Այս բանաձևի քվեարկության արդյունքները մեսիջներ են պարունակում Բաքվի համար։ Կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը արժեզրկելու նրա փորձերը ԵԽԽՎ-ի աջակցությանը չեն արժանանում։ Թերևս նախքան նախագծի մերժելը տարբեր եզրահանգումներ կարելի էր անել և տարբեր մտավախություններ ունենալ այս առնչությամբ, որովհետև իրոք այն տպավորություններ ստեղծվում, որ ԵԽԽՎ-ն կարծես ուզում է ներխուժել մի դաշտ, որը իր լիազորությունների մեջ չի մտնում։ Կարգավորումը արդեն իսկ մանդատով վերապահված է մեկ այլ կազմակերպության, որը բոլոր հակամարտ կողմերի կողմից փոխադարձաբար համաձայնեցված է և բանակցությունները ընթանում են հենց այդ ձևաչափով։ Մյուս կողմից ակնհայտ դարձավ, որ սահմաններում արդեն ձախողված ադրբեջանական սադրանքները չկարողացան նաև որպես շանտաժի գործիք ծառայել։ Եվրոպային նոր թեժ կետ պետք չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը վերջին ժամանակներում հատկապես ամեն ինչ անում էր սահմանին իրավիճակը լարված պահելու ուղղությամբ, կարող էր իր իսկ կողմից ընդունվել որպես կարտ բլանշ նույն ոգով գործողությունները շարունակելու սահմանին։ Մինչդեռ այս բանաձևի կասեցումը հույս է ներշնչում, որ ԵԽԽՎ-ն հասկացավ սրա հնարավոր ազդեցությունը Ադրբեջանի վրա և կանխեց այդ քայլը։ Այն, որ Միլիցա Մարկովիչի զեկույցի հիման վրա կազմված սարսանգի մասին բանաձևը այնուամենայնիվ ընդունվեց, արտաքին գործերի փոխնախարարը բացասական է գնահատում։ Ընդ որում սա բացասաբար է անդրադառնալու հենց խնդրոառարկա հարցի կարգավորման փորձերի վրա։ Սարսանգի հարցը, որն իր էությամբ հումանիտար հարց էր, այս քվեարկությամբ պարզապես քաղաքականացվեց, ինչը հարցի կարգավորմանը հաստատ չի նպաստի։ Սա հումանիտար հարց է նախ և առաջ այն առումով, որ պետք է հիշենք, որ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համաձայն Լեռնային Ղարաբաղի բնակչության սուվերեն իրավունքն է իր տարածքում գտնվող ջրային ռեսուրսները օգտագործելը։ Եվ սա քաղաքականացնել կնշանակի հետևել Ադրբեջանի կողմից նախագծված քաղաքականությանը։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, օր